Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ Չարլզ Սպերջեն նոյեմբերի 23 Նրա հետ հաղորդություն Առաջի Հովհաննես 1:6 Հավատալով, նշանադրվելով Քրիստոսի հետ մենք այնպիսի հաղորդակցության մեջ ենք մտել նրա հետ, որ ձուլվել ենք Տիրոջը նրա մեր հետաքրքրությունները դարձել են ընդհանուր և փոխադարձ Մենք Քրիստոսի հետ պսակված ենք նրա սիրով Ինչը սիրում է նա, մենք նույնպես սիրում ենք Նա սիրում է սրբերին, մենք ևս սիրում ենք սրբերին Նա սիրում է մեղավորներին, մենք ևս սիրում ենք մեղավորներին Նա սիրում է մահացող մարդկությանը, ցանկանալով երկիրը տեսնել որպեսզի եդեմ, մենք նույնպես Մեր և Հիսուսի ցանկություններն ընդհանուր են Նա ցանկանում է Աստծո փառքը, նույն նպատակով էլ աշխատում ենք մենք Նա ցանկանում է, որ սրբերը լինեն այնտեղ, որտեղ ինքն է, մենք նույնպես դա ենք ցանկանում Նա պայքարում է մեղքի դեմ, մենք կռվում ենք իր դրոշների ներքո Նա ցանկանում է, որ Հոր անունը պատվի և սիրի ողջ ստեղծագործությունը, մենք նույնպես, քանի որ մեր աղոթքը հետևյալն է Քո թագավորությունը գա, քո կամքը լինի, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա Մենք պսակված ենք Քրիստոսի հետ նաև նրա տառապանքներով Մեզ խաչելության կամ տառապանքի մահ չի սպառնում, բայց երբ չարախոսում են Քրիստոսին, չարախոսում են նաև մեզ Երանելի ենք մենք, երբ մեզ չարախոսում են իր անվան համար և անարգում են նրա ուսմունքին նվիրված լինելու համար Ի վերջո աշակերտը չի կարող ուսուցչից բարձր լինել Որոշ իմաստով մենք նրա հետ կապված ենք ընդհանուր աշխատանքով, մարդկանց ծառայություն մատուցելով ճշմարտության հոգով և սիրո գործերով Մեր խնդիրը ինչպես և նրանը մեզ այս աշխարհ բերողի կամքը կատարելն է Մենք և Քրիստոսն ունենք ընդհանուր ուրախություններ Մենք ուրախանում ենք իր հաղթանակով և ցնծում ենք, երբ նա փառավորվում է Դու երբևէ զգացել ես նման ուրախություն, իմ հավատացյալ ընկեր Աշխարհում չկա ավելի մաքուր, ավելի հաճելի վայելք, քան մեզանում արտահայտված Քրիստոսի ուրախությունը, որը մեր սեփական ուրախությունն ավել լիարժեք ու կատարյալ դարձնում է Հիսուս Քրիստոսով Քրիստոսի փառքը կդառնա մեր հաղորդակցության բարձրակետը, երբ եկեղեցին նրա հետ նստի գահին, որպես սիրելի հարս և թագուհի